Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերումն է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Գերագույն խորհրդի պատգամավոր հասարակական գործիչ Ազատ Արշակյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Ինչպես միշտ շատ շնորհակալ եմ, որ եկել եք եւ միացել եք մեզ։ Շնորհակալություն։ 6.5 ամիս է մնացել մինչ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում։ Բազմաթիվ նախընտրական ընտրությունների, նախընտրական շրջաններ ենք տեսել եւ ապրել եւ դուք մասնավորապես։ Ինչն է տարբեր, ինչն է նոր այս ժամանակահատվածում, ինչը կառանձնացնեիք։ Երկու բան ակնհայտ է։ Առաջինը քարոզչության, ռոպագանդայի գրեթե հավասար հնարավորությունները համացանցի պատճառով եւ համացանցի լայն օգտագործման, զանգվածային օգտագործման պատճառով շանսերը հավակնորդների գրեթե հավասարվել են։ Մի ժամանակ գիտեք, որ Pravda Izvestia պետք է լիներ կամ Սովետական Հայաստան կոմունիստ թերթ ով ուներ, նա էլ ձայն ուներ, կամ թրուցիկ տպելու հնարավորություն։ Իսկ հիմա բոլորը թրուցիկ տպելու եւ ընթերցող ունենալու հավասար հնարավորություններ ունեն։ Դա շատ հետաքրքիր է։ Բան եթե կա, որևէ մեկը բան ունի ասելու, անպայման հնարավորություն ունի ասելու, իր ծրագրերը ներկայացնելու եւ ունի իր ընթերցողը սպառողը։ Երկրորդը, ես չգիտեմ, սա առաջինն է թե չէ, մեր կյանքում առաջին անգամ է, որ ջրբաժան կա լուրջ եւ լուստրացիա իմաստով բաց կա պետականամետների եւ սպառողների պետության սպառողների կուսակցություն, ասենք, կան մարդիկ, որոնք որ գործառույթի տեսակետից փորձում են, ձգտում են, պայքարում են հայկական պետության գործառույթ ունեցող պետության համար եւ կան որոնք որ ուզում են բավական լուրջ պայքարում են, այսպես ասենք, համայնքային գիտակցության, հայկական համայնք աշխարհագրորեն այս լանդշաֆտի վրա, Կալիֆոռնիայի լանդշաֆտի վրա Լավ չեմ հասկանում, եթե կարելի է շատ հետաքրքիր ջրբաժանի մասին ասեք, պետականամետ ասեցիք դուք, եւ սպառող, եթե կարելի է, եթե երկու այդպիսի բաժանում եք արել, պետք է խնդրեմ ավելի բացատրեք պետականամետ ասելով ինչ նկատի ունեք դուք, դե գիտենք ինչ է նշանակում պետականամետ, բայց ձեր դեպքում ինչ բան է պետականամետ, ինչ բան է սպառող, եթե ջրբաժանը այդտեղ է անցնում։ Շատ փորձեմ։ Համեցեք։ Պատասխանատվության խնդիր կա, այսինքն պետականամետ կարելի ասել եւ պատասխանատվություն ստանձնող ուժեր կան։ Ստանձնող։ Այո, ձգտում ենք, այո, ակնհայտ է մարդիկ ասպարեզում են եւ ազդեցիկ են նրանք, ովքեր որ ասում են պատասխանատվությունը վերցնենք մեր վրա, մեր գործառույթը, մեր գործառույթը ֆունկցիան այստեղ պետականության ֆունկցիան, պատասխանատվության ֆունկցիան վերցնենք մեր վրա, ռիսկ կա դրա մեջ եւ շարժվենք առաջ։ Այդ պետական այրեր նկատի ունեք։ Նաեւ պետական այրեր, դա է հետաքրքիր։ Ընդհանրապես դա միշտ եղել են ընդդիմադիրները կամ ասենք մարգինալները։ Տվյալ դեպքում ովքեր են։ Հիմա այսօր իշխանությունը պատասխանատվության դրոշն է վերցրել եւ առաջ է անցել նրանցից, ովքեր որ այդ դրոշը ունեին, օրինակ ասենք անկախականները 1920 թվականին, 18 թվականին եւ հետո մի քանի 100 հոգի նույնիսկ սովետական միության ժամանակ դրա համար պատասխանատվության է ենթարկվել։ Պատասխանատուներ եղել են, բայց նրանք լուսանցքում էին։ Իսկ հիմա պետության ազդեցիկ ուժերը պատասխանատվության դրոշն են վերցրել ու պարադոքսը դա է ռևերսը, որ մյուս ուժերը, ովքեր որ ասում են դրա կարիքը չկա, պատասխանատվության կարիք չկա, կարելի է առանց պատասխանատվության ապրել եւ բարեկեցիկ ապրել, օրինակ Ռուսաստանի հովանու տակ կամ Իրանի, Պարսկաստանի, Հռոմի։ Այդ սպառողներն են։ Դրանք ես համարում եմ սպառող, որտեղ նրանք սպառում են ռուսական, օրինակ Ռուսաստանի
ռեսուրսների սպառող են։ Ռուսները կգան կապահովեն մեր երկրի անվտանգությունը, մեր միջազգային հարաբերությունները, մեր կարգավիճակը աշխարհում, մեր սոցիալական խնդիրները ռուսները կապահովեն կամ ամերիկացիները։ Եթե ռուսները չեն կարողանում, հանձնենք Ամերիկային։ Նույնիսկ եթե թուրքերը ուզում են, տանք թուրքերին, մենք դրանով չզբաղվենք։ Այ անհոգ կյանք ենք ուզում, թող զորակոչ անցկացնեն, բանկային ռեֆորմներ անեն, ֆինանսական փոփոխություններ, սոցիալական, գյուղատնտեսական, թող անի ինչ-որ պատասխանատու ժողովուրդ։ Դա կողմնորոշում է կոչվում, հա, երևի թե։ Դե մենք դրան կողմնորոշում ենք ասել, մեղմացրել ենք։ Լավ, եթե դա կողմնորոշում է, մեղմացրած թե ոչ, կողմնորոշում է այսպես թե այնպես, կամ Ռուսաստան, ինչպես դուք նորից նշեցիք, կամ Արևմուտք, հետ են գալիս այդ պետականամետները, ձեր ասած, որոնք ովքեր ստանձնել են ուրեմն պատասխանատվությունը, նրանք կողմնորոշման հետ կապ չունեն, կողմնորոշում։ Դա էլ հենց կողմնորոշումն է, պատասխանատվությունը ինքնուրույն, այ սեփական վարքագծի համար պատասխան տալը, հաշվետվություն տալը, սեփական վարքագծի համար, ուրիշից չսպառել։ Այդ դա շատ հետաքրքիր է։ Մենք գիտենք, որ կգա կանի, լավ կանի կամ վատ կանի, մեր սահմանը լավ կպաշտպանի կամ վատ կպաշտպանի, ինքն է պատասխանատու։ Մենք այսպես օբյեկտն ենք, մենք այստեղ հպատակն ենք, համայնքն ենք։ Այ համայնքայնության, ես կասեի, մեկը պատասխանատվության ուժերը, պատասխանատու ուժերը եւ համայնքային ուժերը, այն ինչ որ վանեցիներ, մշեցիներ, սասունցիներ, հիմա արցախցիներ եւ այլ, իրանք ինչ որ ջավախկա, իրանք ինչ որ իրենց կյանքը ոնց են դասավորել օտար պետության մեջ ապրելով, հայրենիքում ապրելով, բուն Հայաստանում մարդիկ ապրելով, հայտարարվել են համայնք ազգային փոքրամասնություն։ Պատկերացնում եք, արցախցիները ազգային փոքրամասնություն էին իրենց հայրենիքում։ Լավ, իսկ հիմա Հայաստանին է։ Իսկ հիմա Հայաստանում կա ուժ եւ տարբերությունը, այ մյուս նախորդ շրջանների իշխանության հավակնորդների մեջ ինչ տարբերություն կա, որ գլխավոր ուժը իշխանություն ունեցող ռեսուրսներին տիրապետող ուժը պատասխանատվություն է վերցնում, ոչ թե պատասխանատվությունը փոխանցող ուժներ, նախկինում եղել է այսպես, դրածոները, մենք ընտրում ենք դրածոներից, այսինքն որևէ մեկը, որևէ երկիր, ասենք Օսմանյան կայսրության դրածոն, վիլայեթը, ով պետք է ղեկավարի, գուբերնիան, ով պետք է, ասենք նույնիսկ Արմյանսկայա օբլաստը էլի այն չէր։ Այ մենք ընտրում էինք ժամանակին, թե ով է լինելու իմպերիայի գործընկերը մեզանից։ Մենք էինք ընտրում, թե նշանակովի էր դա։ Նրանք տալիս էին ցանկ, ասում էին սրանցից մեկին դուք ընտրեք, մենք այս սրանցից որը որ ձեր սրտով կլինի։ Ում եք ուզում, նրան էլ ընտրեք։ Ու մենք այդ նախընտրական կամպանիան գնում էր դրա մեջ, դրածոների մեջ մենք ընտրում էինք։ Իսկ հիմա մեզ առաջարկում են, ասում են դուք դրեք, դրածո չկա այլևս, դուք եք որոշելու ու պատասխանատու եք լինելու ձեր ընտրության համար։ Նախկինում մեր ընտրության համար մենք պատասխանատու չէինք։ Դրան եք առաջարկել, ասում ենք, հա լավ, հաստատենք, գլխացավից պրծնենք, դուք դրա հետ աշխատելու եք, աշխատեք, Միասնիկյանին ուղարկել եք, չէ՞։ Դե ուրիշներ էլ կան, բայց Միասնիկյանն է ձեր գործընկերը։ Թող աշխատի, լավ կաշխատի ձեր համար, լավ կաշխատի, դուք գոհ կլնեք, եթե մենք էլ օգտվենք դրանից, մեր համար էլ լավ լինի, օրինակ ռեզերվացիան դարձնի հանրապետություն, մեր համար էլ է լավ։ Պարոն Աշակյան, եթե ես ճիշտ եմ հասկանում, դուք համեմատություն եք տանում, այնինչ դուք ներկայացնում եք, դա խորհրդային շրջանի իրավիճակ եք ներկայացնում։ Մենք հիմա խոսում ենք խորհրդային եւ հետխորհրդային։ Հիմա խորհրդայինը դուք նկարագրեցիք, որ մենք դինտրեին կամ չգիտեմ, մենք էինք ընտրում թե նշանակովի էր, հիմա հետխորհրդայինի շրջանում եւս մի քանի նախընտրական շրջան ենք մենք ապրել եւ ընտրություններ ենք ապրել։
Բոլորը դա է եղել, այդ էլի նշանակովի են եղել։ Այդ թվում ներողություն, էլի ընտրության դրածո են եղել։ Բառը բացասական չի։ Այս անգամվա 2025, ներողություն 2026 թվականի ընտրությունները այդպիսին չեն, ըստ ձեզ։ Մենք կարող ենք ընտրել, այ մենք կարող ենք ընտրել ինչ իմաստով, դրանցից ակնհայտ դրածո չկա, ակնհայտ գործուղված լեգիոներ չկա, օրինակ 2018 թվականին էլի մեր ընտրությունը չէր, իրադրությունը այդպես դասավորվեց, կարող էր և մարտի 1 լինել, զորք կանեին կջարդեին, եթե պարոն Փաշինյանը իրենց սրտով չլիներ, կջարդեին 18 թվականին, այդ Թավշյա հեղափոխությունը հենց իրենց պատվին ենք մենք ասում Թավշյա հեղափոխություն, Թավիշը մենք չէինք, Թավիշը իրենք էին, այսինքն գուբերնիան էր Թավիշը, նա չջարդեց, չգնդակահարեց, ոնց որ մարտի 1-ին արեց, կամ դրանից առաջ է արել, ուրեմն նույնիսկ նախորդ ընտրությունները 21-ը չէ, 18 թիվը, նա էլ է եղել ավելի ազատ, հա? Չէ, ազատ չի եղել։ Հակառակը։ Այո, հակառակը։ Մենք ընտրելու առանձնապես հնարավորություն, մենք մերժման, մենք մերժել ենք մեկին, թույլ ենք տվել գա մի ուրիշը։ Այսինքն մերժեցինք Սերժ Սարգսյանին, թույլ տվեցինք, որ Նիկոլ Փաշինյանը գա։ Այ վրեժ, մեր խնդիրը այն ժամանակ վրեժ խնդրություններ, վրեժ լուծեցինք բոլոր տեսակի նշանակողներից, մեր կամքի վրա բռնացողներից, Նիկոլ Փաշինյանը շահեց։ Այդ վրեժ բառը շատ հետաքրքիր էր, այժմ ևս վրեժ է։ Չկա հիմա դա։ Վրեժ երկու թևերի միջև իրար հանդեպ վրեժ է, էլի հասարակությունը ինչպես մարտի 1-ը դուք հիշեցրեցիք, ճեղքված է երկու բևեռների, որոնք իրարից վրեժ են լուծում։ Վրեժ հիմա կա ռևանշիզմ, կա հետ գալու խնդիրը, այդ մերժվածները չեն հաշտվում իրենց կարգավիճակի հետ, նույնիսկ ես ասեմ մետրոպոլիան, սովետական միությունը, ռուսական իմպերիան, RF-ը հետաքրքրված չի Հայաստանով, հետաքրքրված չի, բայց տեղից ինքնաբուխ ռևանշիստները հետ են կանչում, պատկերացնում եք, հեռացել է Ռուսաստանը Հայաստանից, չի հետաքրքրում, այ պատասխանատվության խնդիրը կա, Ռուսաստանը ազդեցության գոտուց մենք ստիպում ենք, որ ինքը դառնա պատասխանատու Հայաստանի համար, ինքը չի ուզում պատասխանատվություն կրել Հայաստանի համար, հիմա մեր ռևանշիստները, այն մերժվածները, մեր ես նկատի ունեմ Հայաստանում գործող, նրանք Ռուսաստանին հետ են կանչում, ասում են արի քո շահերին դա դեմ է, մեր շահերին դա դեմ է, տարածաշրջանին դա հարմար չի, բայց մեր անձնական շահերը, մեր կորպորատիվ շահերը պահանջում են, որ դու գաս ու մեզ նշանակես, այ դա է հետաքրքիր, ես դրա համար ասում եմ, որ բացառիկ բան է, որ հեռացել է գաղութարարը, 19-րդ դարի լեզվով խոսեմ, գաղութարարը հեռացել է, շահ չունի այստեղ, հիմա տեղացի տեղաբնիկները, նրանք հետ են կանչում գաղութարարին, այդ է հետաքրքիր։ Գիտեք ինչին նմանվեց, չգիտեմ, գուցե տեղին չի այս համեմատությունը, բայց եկավ այդ համեմատությունը, դասամիջոց պատկերացրեցի, ուսուցիչը, եթե Ռուսաստանն էր, և նա դուրս է գալիս դասասենյակից դուրս է գալիս, ու ավարտվել է, զանգը տվել է, ինչ է կատարվում դասարանում, իրենք այսպես չեն շարունակում, չեն նստել երևի թե, հիմա մենք այդ վիճակում ենք, Հայաստանը ամբողջ այդ վիճակում է, ոմանք, այ ես ասում եմ, Ռուսաստանը դուք նկարագրեցիք դուրս է եկել և հիմա Ռուսաստանը, ռուսահպատակները, ինչ-որ քամիներ են, տարբեր ուղղություններով ռուսահպատակները չեն հաշտվում այդ մտքետ, հետ են կանչում, նույնիսկ նրանք այնքան անպատրաստ են եղել, որ օրինակ հայոց համազգային շարժումը,
1990 թվականին, նրանք պատրաստ էին, այսինքն մենք ունեինք քաղաքական գործիչներ, որոնք որ նոր իրավիճակում կարող էին գործել, նոր ծրագրեր կարող էին մշակել, սահմանադրություն, օրենքներ, հռչակագիր եւ այլն։ Հիմա այս նոր վիճակը փոխվել է, չէ՞, ես գիտեք ինչ եմ ասում, հայոց համազգային շարժումը 20 հոգի էր ազգային ժողովում։ Մնացած 200 հոգին դա սովետական նոմենկլատուրան էր, այդ սովետական նոմենկլատուրան Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետության նրանք արդիականացան, նրանք տեսան, որ ռեժիմը փոխվել է, միացան այդ 20 հոգուն Ղարաբաղյան շարժմանը միացան, դե նայեք ովքեր էին դրանք, հենց Ռոբերտ Քոչարյանը պարտիական էր, Սերժ Սարգսյանը պարտիական էր, Գագիկ Հարությունյանը պարտիական էր, Խոսրով Հարությունյանը ղեկավարների մասին եմ ասում, սահմանադրական դատարան, նախագահ, փոխնախագահ, նրանք, այսինքն նրանք դուրս եկան այդ կոմունիստական շրջանակից, շաբլոնից դուրս եկան ու նոր պետություն կառուցեցին, ինչքան որ կարող էին, ավելի պատրաստ էին, քան թե այս նոր հները, absurd է։ Հիմա պատկերացրեք Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը չունեն հեռացած Ռուսաստանից Հայաստանում ապրելու ծրագիր։ Առանց Ռուսաստանի Հայաստանում իրենք չեն պատկերացնում, չգիտեն ինչ անեն։ Այսինքն մենք նոր, եթե վերցնում ենք էլի նորից այդ դասարանի պատկերը, ոչ թե դասամիջոցը, այլ պարզապես ուսուցիչը չի եկել, դասարանը խառնվում է, չի կարողանում ինքնակազմակերպվել այդ հայհոյանքը եւ իշխանությունների կողմից եւ հակառակ թևի կողմից իրենց քաղաքական պայքարի որպես ձև եւ շատ եւ շատ դրսևորումներ դրանք ցույց են տալիս, որ չենք կարողանում երկրի ներսում ինքնակազմակերպվել ոմանք ընդհակառակը երկիրը ինքնակազմակերպվել է ձեր օրինակից օգտվել ռուսաց լեզվի ուսուցչուհին իր փաստաթղթերը վերցրել է, այդ մատյանը տետրերը վերցրել, գնացել է, զանգը տվել է, մենք չենք տվել, զանգը տվել է, նա հեռացել է, հիմա գալիս է անգլերենի ուսուցչուհին, եկել է անգլերենի դասն է, ոմանք համաձայն չեն, նրանք շարունակում են խոսել, այսինքն պատրաստ Եվգենի Անեգինեն դա նորից գալիս է այդ ձևակերպմանը, մենք չենք կարողանում վերադասավորվել եւ իրականության հետ աղերսվել, ոմանք Երկիրը մեծամասամբ արդեն վերադասավորվել է, հրաշալի օրինակ ունենք, այսինքն երկար լեզու ունենալու օրինակ, մեկ ինքնակազմակերպման եւ հրաշալի օրինակ ասեք որն է ստորագրահավաքը Եվրոմիության միանալու համար դա իսկապես հասարակական կազմակերպությունները Ազատ քաղաքացի Խորշուդյան Հովսեփը եւ 3 կուսակցությունները Գիտեք, Տիգրան Խզմալյանը, Արման Բաբաջանյանը եւ Արամ Սարգսյանը։ Այսինքն դա իշխանության նախաձեռնությունը չէր, հենց ինքնակազմակերպման հրաշալի օրինակ է եւ ժողովուրդը մենք ստոպ տվեցինք, այսինքն ստորագրահավաքը շարունակվում էր, կարող էր դա դառնալ միլիոն, ուղղակի կանգ առանք, բավարար էր դա։ Այս ինքնակազմակերպման լավ օրինակ է։ Ու իշխանությունը, տեսեք, շատ արագ իր այդ զգուշավորությունից համարձակ դուրս եկավ, ասեց օրենք եմ դարձնում։ Պատկերացնում եք 4-րդ ուժը, այդպես ասենք, 4-րդ կուսակցությունը, քաղաքացիական պայմանագիրը միացավ այդ Եռյակին եւ Խուրշուդյանին, արագ, տեսեք, ինքնակազմակերպման ինչ լավ օրինակ է։ Բայց ես նորից եմ ասում, ռուսաց լեզվի լավ պատրաստված աշակերտները համաձայն չեն, որ հիմա արդեն դասամիջոցից հետո անգլերեն ուսուցչուհին է եկել եւ պետք է խոսեն հիմա անգլերեն, պետք է Բայրոն արտասանեն, ոչ թե Պուշկին։ Դա է տեղի ունեցել։ Սա հետաքրքիր է, որովհետեւ մի նրբություն կա, եթե միշտ ես ասում եմ, որ ընդդիմությունը այլախոհներն են եղել, այլախոհություն է եղել
պատասխանատուները այլախոհներն են եղել, տերմին օգտագործենք, հա չասենք հայրենասեր, անկախական, պատասխանատու ուժերը եղել են այլախոհ, փոքրամասնություն, քաղաքական փոքրամասնություն, մեծամասնությունը զանգվածը եղել է, որ հաշտվենք, հանձնվենք, հիմա շուրա եկած, ես ինչպես եւ ազգային ժողովում օրինակ, չէ, ազգային ժողովում մենք տեսնում ենք, որ անպատասխանատուները Ռոբերտ Սերժիկ եւ դեն մեկը լորեցին ազգանունը Գաբրիել, չգիտեմ Գաբրիելյանը ինչ է, նրանք եւ քաղաքացիական պայմանագիրը պատկերացրեցիք ոնց է, հիմա առաջի, ինչ տարբերություն այս վերջի 100 տարվա մեջ, հա, 100 տարվա մեջ, առաջի անգամ անպատասխանատուները փոքրամասնություն են, այդ դասամիջոցին դուրս չեն եկել։ Ձեր գնահատմամբ ներողություն անպատասխանատու եք կոչում։ Ռոբերտ Քոչարյանը, Ինչով եք դա որն է չափանիշը պատասխանատու անպատասխանատուի, որպեսզի հասկանալի լինի, ինչու են անպատասխանատու։ Որ մտնում են այլ պետության կազմի մեջ, հանձնում են իրենց իրավունքները, առաջին հերթին պատասխանատվության իրավունքը ստեղծագործելու, աշխատելու, չարչարվելու, զինվելու, հայրենիքը պաշտպանելու, այդ բոլորի պատասխանատվությունը հանձնում են իրավունքներով հանդերձ, հանձնում են որևէ պետության, որևէ միության, իրենք ապրում են երջանիկ։ Ես պիսի տեսակետ եւս ներկայացնեմ, ինչ որ տարբերություն է տալիս նախորդ ուրեմն այդ նույն նախնդական։ Դժվարացավ չէ՞ մեր խոսակցությունը իմ լեզվի պատճառով։ Ես ուզում եմ դուք ինձ օգնում եք, բայց ստացվի։ Չէ, կարևորը մենք այս ամենը այս զրույցը ընդհանրապես ինչու ենք վարում, որպեսզի ընտրողը կարողանա կողմնորոշվել այնուամենայնիվ ինչի եւ ինչի միջև պետք է ընտրություն կատարի եւ այդ ինչի եւ ինչի միջևը բերում է ում եւ ում միջև մենք դեռևս հստակ չենք պատկերացնում այս խառնաշփոթի մեջ այս հայհոյախառն պայքարի մեջ մենք երբեմն մարդիկ նորից գալիս է նույն հարցին չգիտենք ում ընտրենք, այդ չգիտեմ ում ընտրենքը, դա այսօրվա խնդիր չի 21 թվականին խնդիր չի 18-ի եւ 2003-ից, չգիտեմ 96-ից, 96-ին երևի թե գիտեին ում են գնում ընտրելու, այդ 96-ից սկսվեց, լավ, իմ ասելիքս ուրիշ ուզում եմ ասեմ, բարդ եք խոսում, ես փորձում եմ պարզեցնել լսողի համար եւ ինչու ոչ ինձ համար, որպեսզի ես էլ հասկանամ ինչպես եք պատասխանել։ Եվ այսպես, նորությունը հետեւյալն է, եթե նախորդ ընտրությունների ժամանակ մենք խոսում էինք ընտրակաշարքների մասին, մենք խոսում էինք լցոնումների մասին։ Հիշում եք անգամ Սալոմե Զուրաբիշվիլին հայկական կարուսել հիշատակեց, հայկական կարուսելի մասին, երբ որ դուրս էին բերում քվեաթերթիկը, չգիտեմ, շատերը երևի չգիտեն, երիտասարդները չգիտեն, այդ մենք անցել ենք այդ սաղ ճանապարհով, տեսել ենք ինչեր են արել, մենք էլ լուսաբանում էինք մեր լրագրողները հրաշալի, այդ կարուսելը ինչ էր, քվեաթերթիկը հանում են, գրում են, բերում են, լցնում են, դատարկ հանում եւ այլ, այսպես պատտվում էր։ Մի խոսքով մենք ունեցել ենք եւ ընտրակաշարք, եւ կարուսել, եւ լցոնում, ընտրցակներով լցնում էին, եւ խախտումներ, սխալ հաշվել եւ այլ, այդ ամեն ինչը մենք տեսել ենք։ Հիմա նոր երևույթի մասին են խոսում են նրա մասին, որ քաղաքական հակառակորդին թակում են, ձերբակալում են։ Այո։ Եկեք դեռ այդ ձերբակալությունների մասին խոսենք, դա ձև է պայքարի, թե ոչ։ Շատ կոշտ ձև է եւ լավ ձև է։ Դա լավ ձև է։ Անպատասխանատուներին հարկավոր է հեռացնել իշխանությունից։ Այդ նորից ինչ բան է անպատասխանատու եւ ով է գնահատում, ինչ սանդղակով, ինչ չափանիշներով։ Հասարակ մարդիկ, ովքեր որ ասում են մեր հայրենիքի անվտանգությունը հանձնենք որևէ երկրի, օրինակ հանձնենք Բելոռուսին։ Բելոռուսը կապահովի մեր սահմանների անձեռնմխելիությունը, կապահովի մեր երկրի անվտանգությունը, մեր էներգետիկայի անվտանգությունը, տրանսպորտի անվտանգությունը։ Բելոռուսը Ղազախստանի հետ միասին, եթե Ռուսաստանը ուզենա, թող Ռուսաստանն էլ միանա։ Ռուսաստանը պարբերաբար հետ է քաշում, դրա համար ես հատուկ Ռուսաստանի մասին չեմ խոսում։ Գլխավորը իհարկե Ռուսաստանն է, բայց ինքը սիրում են ուրիշներին առաջ մղել։ Ուրեմն մարդիկ կան, որ ասում են մենք դա չենք կարող անել, մենք մեղավոր ժողովուրդ ենք, մենք սխալ
կազմակերպող ժողովուրդ ենք, մենք չենք կարող մեր էներգետիկան կազմակերպել, մենք չենք կարող մեր կրթությունը կազմակերպել, մեր առողջապահությունը մենք չենք կարող կազմակերպել, հետո շարունակում մենք տգետ ենք, մենք տգեղ ենք, ասում են իրենք, դա ասում են անդադ, ամենա բրենդային բան ասում է այս երկիրը, այս ժողովուրդը, չէ, իրենց կրթությունով, իրենց նկարագրով, իրենք էլ հայկական չեն, պատկերացրեք այդ մարդիկ ասում են, որ չի կարելի հայ մարդկանց վստահել երկրի անվտանգությունը, առողջապահությունը չի կարելի հայերին վստահել, հայերն են ասում, ասենք Սերժ Սարգսյանը հանրապետական կուսակցության հետ գնացին քվեարկեցին, որ ասեցին մենք հայերս չենք կարող մեր տնտեսությունը կազմակերպել, մտնենք Եվրազիական միություն, մաքսային միություն, այնտեղ ղազախները, բելոռուսները, ռուսները կկազմակերպեն տնտեսական հարաբերությունները, մենք էլ մեր փչացած ապրանքը կտանենք։ Դե այստեղ նորից կարելի վիճել իրենք որոշեցին մտնել, թե իրենց ստիպեցին, որ մտնեն, դա մի քիչ տեսեք, եթե հարց է, օրինակ այդ հարցը ուղղում եմ, իրենք որոշեց, Սերժ Սարգսյանը արթնացավ եւ այդ սեպտեմբերի 3-ին որոշեց գնաց ասեց, չէ, ես երկրի ճակատագիրը կապեմ։ Դուք ճիշտ բանաձևը տվեցիք, որովհետեւ 4 տարի հանրապետական կուսակցությունը պատասխանատվությունը ուզում էր գցել Եվրոպայի գրպանը 4 տարի Հայաստանի Հանրապետությունը իր օրենքները համապատասխանացրել է Եվրոմիության օրենքներին, ստանդարտներին 4 տարի մենք էլ աջակցում էինք հանրապետական կուսակցություն, ասում էինք լավ է անում հաշտեցման ծրագիրը դեռ առա հայ-թուրքական հաշտեցում առանձին, այսինքն մենք տեսանք 4 տարի հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը տանում էր դեպի Եվրոպա մի օր մի գիշեր կամ չգիտենք դե մենք գիշերը իմացանք օր ու գիշեր առավոտյան իմացանք որ այդպիսի որոշում է կայացել դե գիշերը չեն ասել մեզ երեկոյան չեն ասել ուրեմն մի օրում այդ բոլորը լցրեցին ջուրը իրենց աշխատանքը մեր աշխատանքը լցրեցին ջուրը հանրապետականները Հայաստանը հայտարարեցին հենց դա էր ձևակերպումը մինչև հիմա գիտեք տնտեսագետներ դոկտորներ բաներ ունենք մենք այս դրամ հանեմ ասում դրանց հարկավոր է պատժել ապացուցեցին սկսեցին ապացուցել որ վատ հետամնաց տեխնոլոգիան նույնպես լավ բան է որտեվ հետամնաց մեր վատ ապրանքը եվրոպական ստանդարտներին չհամապատասխանող մեր ապրանքը գնորդ ունի, հարկավոր է սաղացնել դա, սղացնել այդ ապրանքը, Բելոռուսի վրա, Ռուսաստանի վրա, Ղազախստանի, սղացնենք, թող գնա, գնորդ կա։ Այդ դա էր հետաքրքիր, ոչ թե նոր տեխնոլոգիաների գնանք, նոր գաղափարների, նոր տնտեսության, նոր ինտեգրացիայի տնտեսական, այլ տանենք, լցնենք, կառնեն, բա ինչ պետք է անեն։ Նիտրատները, այդ չգիտեմ ինչերը, հնաոճը էներգատարը, մետաղատարը, դրանք կարևոր չի կտանք, այսինքն դա հենց պատասխանատվությունից խուսափելն էր, հիմա այդ ուժերը կան, նրանք ասում են, որ հուր եք գնում Եվրոպա, այնտեղ պետք է աշխատեք, պետք է կրթվեք, պետք է շատ աշխատեք, պետք է պատասխանատու լինեք, գնանք անպատասխանատու երկիր, անպատասխանատու միջավայր, ու մարդիկ անուն ազգանուն են և կուսակցություն ունեն, ես ասում եմ հանրապետական կուսակցությունը իր դաշնակիցների հետ և Ռոբերտ Քոչարյանը որպես դրանց համար պրիս, նրանք ասում են, որ պետք չի գնալ արևմուտք, այնտեղ Սամվել Կարապետյանն էլ իր թիմով է եկել։ Պարոն Արշակյան, գովազդ ենք հայտարարում այժմ եթերում, բայց մի հարց տամ հետո նոր, հա, որպեսի տվեք ես կմտածեմ գովազդի ժամանակ։ Փաստորեն մենք խոսում ենք 6.5 ամիս է մնացել, բայց ամբողջ այս կես ժամ մենք զրուցեցինք, մենք այս եռյակից կարելի ասել դուրս չեկանք։ Ներկայիս իշխանություններ Սերժ Սարգսյան, Քոչարյան։ Եվ Սամվել Կարապետյան քառյակ է արդեն։ Եվ Սամվել Կարապետյան քառյակ է, որ լավ, ես չեմ հիմա մեկնաբանի ձեր ասածը, այո, լավ, թող լինի քառյակ։ Ժողովուրդը այսպես ներողություն դատապարտված է այս քառյակի մեջ կամ փակված է
սահմանափակված է, չկա նոր ուժ, ինչպես դուք ասում եք, գուցե Սամվել Կարապետյանն է այդ նոր ուժը։ Գովազդից հետո կասեք։ Գովազդը եթերում, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Եվ այսպես, պարոն Արշակյան, մենք խոսում ենք այն մասին, մեր հարցներ, ինչն է նոր այս ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում անցկացվող նախընտրական պայքարում եւ մի դիտարկում հարցի տեսքով տպավորություն է ստեղծվում, որ այժմ քաղաքական հակառակորդը ոնց որ թե դառնում է խաղաքարտ, փրկության խաղաքարտ։ Ինչու՞, որովհետև ժողովուրդը նորից ասում է Նիկոլ Փաշինյանին շատ պետք է, որ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը լինեն իր հակառակորդները, որ ավելի հեշտ ինքը հաղթի։ Նորից ներկա նախկինի էլի նորից այդ նույն բանի մեջ ենք։ Նրանց էլ պետք է, որ հենց Նիկոլ Փաշինյանը լինի թիրախը։ Փոխշահավետ է։ Երկուսի այս երկու թևերի համար էլ փոխշահավետ է եւ ամեն ինչ արվում է նրա համար, որ հանկարծ նոր խաղացող չմտնի։ Նոր խաղացող դուք նշեցիք, որ Սամվել Կարապետյանն է։ Արդյոք կա նոր խաղացող, արդյոք իսկապես հանրությունը գտնվում է այդ թակարդի մեջ, հին եւ նոր, նորից հինի եւ նորի, եւ հինը եւ նորը իրար պահպանում են որպես հակառակորդ, որպես շատ հարմար հակառակորդ, որպեսի երկուսն էլ նորից, ինչպես այսօր է խորհրդարանում ներկայացված են այսօր, մյուս խորհրդարանում եւս ունենան իրենց ներկայությունը։ Շատ
շատ մեծ էր հարցը, ես որին ուզեմ նրան կպատասխանեմ։ Համեցեք, իհարկե։ Գիտեք, առիթից օգտվելը քաղաքականության մեջ օրինական է։ Չի կարելի ասել, որ առիթից օգտվում են օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, առիթից օգտվում է թույլ հակառակորդ է ընտրում, թույլ է տալիս, որ իր դեմ հզորանա համեմատաբար, որպես մրցակից հանդես գա ակնհայտորեն թույլ ուժը, մերժված ուժը, ես կասեի լքված ուժը։ Դա է պարադոքսը, օրինակ դուք նախորդ հարցի մեջ մի բան էլ ասացիք, ինձ դա դուր եկավ, որ ընտրակաշարքների, այսինքն ընտրությունները կեղծելու այն ձևը, որ եղել է նախին ընտրությունների ժամանակ, դա հիմա արդեն մոդա չի, նորաձև չի, հիմա հնարավոր չի դա անել, որովհետև պարտադրանք չի, այն ժամանակ իշխանությունը պարտադրվում էր մեզ, դա էր հետաքրքիր, որ պարտադրանք ասում են սրանք են։ Սրանք ոնց պետք է ընտրվեին, ընտրակաշարքով, ջարդելով, կրակելով, հակառակորդին, թարմ ուժերին, նույնիսկ չասեմ պրոգրեսիվ ուժերին, այլ ուժերին ոչնչացնելու տարբեր ձևեր կային, ընտրել էին ամենաբոն տոնը, դա կաշառքն էր, կաշառում էին, իշխանությունը վերցնում էին, որ տրվել էր իրանց այնտեղից, կենտրոնից իշխանությունը տրվում էր, ասում է ձեր մոտ անցկացրեք, առանց արյունահեղության, վերջում ասում են արյունահեղություն մի արեք, մի կրակեք իրար վրա, կաշառք տվեք, առեք, ձայնը առեք։ Սամվել Կարապետյանը այդ դասից է, առնող է, նա իշխանությունը առնի, ապրանք առնի, պետությունը առնի, ուզում ասել, ես իրեն նոր ուժ չեմ համարում եւ այլ ընտրանք չի, նա հենց այն նույն ուժից է, այնտեղ երրյակ կա, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Սամվել Կարապետյան ավելացավ նույնն է, նրանց ձեռագիրը նույնն է, նպատակը նույնն է։ Հիմա անշուշտ շատ լավ կլիներ, եթե քաղաքացիական պայմանագիրը օրենքների ուժով, այ կուսակցությունների մասին օրենքի ուժով, ընտրությունների մասին օրենքի ուժով իր համար ձևավորեր այլընտրանք, իրեն գործընկեր, իր համար այդ իմաստով, որպես սպարինգ ընկեր, այսինքն մրցակից ընկեր, ինքը օրենքով ձևավորեր այս նոր իրավիճակին, բոլորովին նոր իրավիճակին հարմար, լքված Հայաստանին հարմար եւ նոր ուղի վերցրած Հայաստանի համար արդեն գործընկեր, բայց ռեսուրսներ չունենալու պատճառով, փորձ չունենալու պատճառով, ես ուզում եմ հասկանալ, ինքս էլ չգիտեմ, ինչի չի անում, ինչի կուսակցությունների մասին օրենքով չի փակում ինուագենտների, ես այդ տերմինը օգտագործում եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենքով, Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայում էլ այդպիսի օրենք կա, օրինակ այսօր Ֆրանսիայի նախկին նախագահը 7 տարի թե 5 տարի ազատազրկված է արտասահմանից ընտրությունների ժամանակ ստացած փողը Սարկոզին 5 տարի է, չէ՞։ Տեսեք Ֆրանսիան նախագահը ազատազրկված է, որովհետև դրսից փող է, ռեսուրս է եկել Ֆրանսիայում ընտրությունների ժամանակ օգտագործվել է դա։ Այդ օրենքը պետք է Հայաստանում էլ լինի։ Ցանկացած կուսակցություն, ցանկացած քաղաքական գործիչ, եթե դառնում է, եթե փողը ստացել է, չէ, ուրեմն դառնում է նրա շահերի ներկայացուցիչը։ Նրանց հարկավոր է փակել օրենքի ուժով։ Այդ կուսակցությունները պետք է արգելվեն։ Քաղաքական գործիչները մինչև ցկյանս պետք է զրկվեն քաղաքականությունով զբաղվելու իրավունքից։ Դա հումանիտար բան է։ Բանտ չենք ուղարկում, ասում ենք, չես կարող դու ընտրել եւ ընտրվել։ Ստալինի ժամանակ էլ տենց օրենք կար, թող ասեն։ Ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը թերանում է։ Դա ընտրությունների մասին օրենքի մեջ փոփոխության մասին եք դուք խոսում։ Այդտեղ Նիկոլ Փաշինյանը այս պահին ինչ պետք է։ Հեռախոսով չլինի դա։ Այդ չասենք, մենք հիմա չկասկածենք, ասենք քաղաքական հալածյալներ կան Հայաստանում։ Այո, քաղաքական են, որտեղ այլ երկրի շահերն են ներկայացնում մեր երկրում,
Նա քաղաքական իշխանություն է ուզում։ Նա կարող է ինչ քարոզարշավ ինչպես ուզում է կառուցի իր քարոզարշավը, Չի եթե դու կարող։ օրենքով չես կարողանում դա։ Չի կարող։ Այ օրենքը Այստեղ շատ պետք է հետաքրքիր է ձեր ասածը, որովհետև դուք եկեք այսպես նորից նայենք քաղաքական ընդդիմադիրներին, ինչ հիմունքներով կարելի է արգելափակել կամ փակել ինչ որ հիմք պետք է լինի, չէ՞, ոչ թե նրանով, թե դա ինչպես է կառուցում իր ինքնապարտությունը։ Ես ուզեցի կամ չուզեցի։ Դե հիմա ավելի հստակեցեք, որ ձեզ ուրիշ բանի մեջ չմեղադրեն, կամ գուցե մեղադրեն, եթե դուք ձեր միտքը ավելի հստակ է Թող մեղադրեն, դա էլ է բոլորի համար չէ։ Ձեր միտքը ավելի հստակ։ Տեսեք, նրանք ովքեր որ զրկում են Հայաստանը ինքնիշխանությունից, ծրագիր ունեն հայկական պետությունը լուծարելու։ Նրանք քաղաքական ծրագիր ունեն, այդ քաղաքական ծրագիրը պետք է ոչնչացվի, իսկ կրողները, գործիչները պետք է առնվազն արտաքսվեն։ Երկրորդը պետք է զրկվեն քաղաքականությունով զբաղվելու իրավունքից, երրորդը պետք է նրանք ազատազրկվեն։ Որ դեպքում ներողություն։ Երբ որ նրանք Հայաստանի Հանրապետությունը ուզում են լուծարել, այսինքն պետությանը դեմ են, գտնում են, որ հայկական պետություն չպետք է լինի, չի կարող, դա իրենց բացատրությունները ես չբերեմ, արգումենտները, ովքեր որ դեմ են հայկական պետության գոյությանը, անկախությանը դեմ են, նրանք իրավունք չունեն Հայաստանում քաղաքականությունով զբաղվելու, նրանք պետք է կամ արտաքսվեն, կամ զրկվեն այդ իրավունքից, կամ ազատազրկվեն օրենքի ուժով, դատարանով, բանով։ Նրանք ովքեր որ դեմ են ժողովրդավարությանը, առաջարկում են ինչ որ տեսակի բռնապետություն։ Նրանք նույնպես պետք է կամ արտաքսվեն, կամ զրկվեն այդ իրավունքից քաղաքականությունով զբաղվելու իրավունքից օրենքով, չի կարող ինքը թեկնածու լինել, կամ պետք է ազատազրկվեն, ովքեր որ ժողովրդավարությանը դեմ են։ Շարունակեմ այդ, այսինքն օրենքը, այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այդ օրենքները պետք է ընդունի, որպեսզի որևէ մեկը չգա, առավելևս օտարերկրացի, գա այստեղ հակադեմոկրատական ծրագիր առաջարկի։ Դա ուղղակի պետք է ընդունի օրենքը։ Օրենքները կան, թույլ են։ Օրինակ ընտրակաշառքի մասին մենք օրենքներ ունենք, բայց թույլ են։ Լավ, իմ այդ հարցը որ ասացիք շատ մեծ է, ինչ որ մի հատվածից սկսեցիք պատասխանել, մյուս հատվածն էլ նորից եմ հարցնում, փրկության խաղաքարտ է դառնում քաղաքական հակառակորդը տվյալ դեպքում։ Այո։ Մենք ունենք այդպիսի առիթից օգտվում է, օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առիթից օգտվում է, գաճաճ ընդդիմություն է թույլ տալիս իր դեմ։ Թույլ է տալիս այ ինչ որ ասացի, որ արտասահմանից օժանդակություն ստանա, այսինքն օտար պետությունները, ոչ բարեկամ պետությունները Հայաստանը հարմարեցնում են իրենց քաղաքական գործիչներով։ Ոչ թե մեզ է հարմարվում Հայաստանը, հայկական պետությունը հարմարվում է պայմանական ասենք X պետությանը, որտեղ իր ագենտները այստեղ քաղաքական կուրս են մշակում։ Ուրեմն ես կարծում եմ, որ դա լավ չի։ Դա կարելի է, բայց դա լավ բան չի, արգելված չի, բայց տգեղ բան է։ Ես կարծում եմ, որ հարկավոր է այդ հարցը լուծել Հայաստանի զարգացման համար, հայկական պետության անվտանգության համար, ճիշտ է, որ հավասարազոր, հավասար ուժերով, ասենք 49-51% կամ 48-52% մրցակցություն լինի հավասար ուժերի մեջ, այ որ մենք կարողանանք հիմա օրինակ վաղարշապատում այդպիսի մի օրինակ կա, քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն եւ այդ եվրո ինտեգրացիայի կողմնակից, այսինքն այդ Արգիշտի Մխիթարյանը եւ Հարություն Մկրտչյանը, նրանք նույնն են, անկախական են, այ նրանց մեջ է գնում մրցակցությունը, ոչ թե ասենք ֆեոդալիզմի եւ ժողովրդավարության, հիմա այդպես էլ կա, այդ ֆեոդալիզմը ընդհանրապես պետք է քննարկվի։ Ես դա եմ ասում, այ վաղարշապատը լավ օրինակ է։ Մրցակիցները նույն հաղթության արդյունքներից հետո կդատենք, հա։ Հա,
Հա, դե կարևոր չի արդյունքը, արդեն կա նախադեպը, որ այնտեղ պայքարում են իրար դեմ երկու իմ կարծիքով արժանավոր ուժեր, ով էլ հաղթի, մենք հաղթելու ենք, մենք շահելու ենք, իսկ ազգային ժողովի դեպքում, հիմա ինչ, ոնց որ հիմա կա ազգային ժողովը, այս դեպքում Հայաստանի Հանրապետությունը կորուստներ ունի, որովհետև ազգային ժողովի աշխատանքները ձախողվում են, իրականում օրակարգը դարձել է քրեա օլիգարխիկ համակարգի պաշտպանությունը, թե դատապարտումը։ Ազգային ժողովը չի կարող դրանով զբաղվել։ Հիմա մեր ազգային ժողովը մի թևը պաշտպանում է քրեա օլիգարխիկ համակարգի շահերը, մյուս թևը դատապարտում է դա, իսկ օրինակ կուսակցությունների մասին, կրոնական կազմակերպությունների մասին օրենքը այսօր օրակարգում չկա ազգային ժողովում, դա կարծում եմ լավ չի։ Շնորհակալ եմ, հեռախոսազանգ ունենք։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ Տիկին Արաքելյան, բարև ձեզ պարոն Արշակյան, ողջունում ձեզ հրավերով Գլենդելից։ Ես տեսնում եմ վերջերս հաճախակի եք դուք գալիս նայատապան, ուրախ եմ որ դուք աշխուժ եք, միջալից իմ հայրն էլ ձեր տարիքին է, ուրախ եմ որ դուք նման առույթ վիճակում եք։ Հարցս կապված է Փաշինյանի, դուք այդ դասամիջոցի օրինակը բերեցիք, Փաշինյանի կողմնորոշման հետ։ Տեսեք, ես համաձայն եմ Տիկին Արաքելյանի հետ, որ կամ շատերի հետ, որ Փաշինյանը չի հետաքրված գնալու արևմուտք կամ երրորդ ուժ ունենալու, ես չեմ փաստերով խոսալ, սոցիալ մի փաստ ներկայացնեմ եւ հարցը դրա հետ կապված։ Այո, Եվրաքվեն եղավ, 60,000 հոգի քվեարկեց, դա 23 թվականն էր, այն ժամանակվա հարցումներով, այդ Հանրապետական ինստիտուտի ամերիկյան 59%-ը Հայաստանի ցանկանում էր Եվրոմիություն։ Վերջին տվյալներով դա իջել է 49%, 10%-ով իջել է։ Դրա հավանաբար պատճառներից մեկը ռուսական ալիքների արկայությունն է, որ այդ թույնը դեռ տարածվում է։ Եթե այդ դասարանն է Հայաստանը եւ հիմա դիրեկտորը Փաշինյանն է եւ ռուսական այդ քարոզչամեքենան դեռ գործում է, որը դուք համարում եք վտանգավոր, ապա ինչու Փաշինյանը, եթե նա իսկապես հետաքրված է այդ ռուսամետ ուժերի վերացումով կամ դեպի արևմուտք գնալով, ինչու նա չի արգելում ռուսական ալիքները։ Նա կարող է դա անել եւ այդ ծորակը թույնի կտրել եւ դա վտանգ չի ստեղծի, որ 49-ից էլ մի բան էլ 30% բակասի ժողովուրդը։ Ինչու նա դա չի անում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես համաձայն եմ, որ դա թունավորում է մեր մթնոլորտը, այդ քարոզչությունը, ձեզ հետ լրիվ համաձայն եմ, ու ես էլ միանում եմ ձեզ, կոչ եմ անում մեր երկրի իշխանություններին, որ հակապետական մեր երկրին վնաս բերող բոլոր տեսակի քարոզչական ինստիտուտները արգելափակի, պետք է փակվեն, դրանք իրավունք չունեն մեր երկրում, մանավանդ մեր փողերով գործելու։ Դուք մի մոռացեք, դուք ամենասկզբում մեր զրույցի նշեցիք, որ առանձնահատկությունը այս ընտրապայքարի նա է, որ ազատ ռեսուրսները կան, եւ ոչ ոք չի սպասում, որ հանրայինում իրենց հրավիրեն թե չեն հրավիրի, նրանք խոսելու հարթակներ, ազդելու հարթակներ ունեն։ Դուք կարող եք, ես չեմ ասում չփակի, ես չեմ դուրս գալիս դեմ կամ կողմ։ Ես պարզապես հիշեցնում եմ, որ եթե ինտերնետը ազատ է, արգելափակված չէ։ Հայաստանի բնակչությունը նա է ընտրում ինչ լսի, այլ հարց է, որ նա ընտրի թե չընտրի, դա էլ ուրիշ աշխատանք է։ Տիկին Գայանի, ես հասցրեցի մի բառ ասել, ես զգում էի, որ վտանգավոր բան եմ ասում, մեր փողերով, դա է կարևորը։ Այո, հանրային եթերում, մեր համար մենք իրավունք ունենք թույնից հրաժարվելու, իսկ եթե մարդը կամավոր ինչ է անում, դա իր գործն է։ Կարևոր։ Այո, դա է կարևորը, որ մեր փողերով ես համաձայն եմ, որ փակվի։ Հետո պետք է հիշենք նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական բանաձևը ճոճանակի, ոնց է կոչվում դա, բալանսի, այդ բալանսը կոչվածը ճոճանակն է, մի օր արևմուտքում, մի օր արևելքում։ Այսինքն նայած որ օրն է Նիկոլ Փաշինյանը հանդես գալիս, երբ որ ինքը արևմտյան օրն է իր, այսինքն կենտ եւ զույգ օրերը վերցնենք, իմիջայլոց Երևան քաղաքի քաղաքապետներ թողեւանա կարող է ավտոներին արգելել կենտ եւ զույգ օրերի երթևեկությունները։ Նիկոլ Փաշինյանը որ կենտ օրի
օր է նա արևմտամետ է, երբ որ զույգ օր է ինքը արևելյան։ Այսինքն դա կարող ենք պատասխանել, այո, դուք կոչ եք անում, միանում եք այդ կոչին, բայց արձանագրում եք, որ Փաշինյանը, քանի որ բալանսավորված քաղաքականություն է վարում, դրա համար նա այդպիսի կտրուկ քայլերի չի գնում, այո։ Կտրուկ քայլերի չի գնում, որին ես դեմ եմ։ Ես կարծում եմ, որ ճիշտը շիտակ լինելն է, մենք պետք է հայտարարենք, որ մենք դեմ ենք բռնությանը, ատելությանը եւ այլն, այսինքն կեղծիքներին, աղքատությանը, հիվանդությանը, տգիտությանը մենք դեմ ենք։ Բարի շնորհակալություն, այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Այո, ալո։ Ալո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Ներող եղեք, ես զանգը փոխում եմ։ Այո, բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրեմն Վարդան Հակոբյանը մի հատ նկար հրապարակեց, որտեղ պարոն Արշակյանը մի կամպանիայի ուզում խմումքև են անում, որտեղ կան Սաֆայան Ստյոպան, Խուշիլյանը, այդ Հանրապետության կուսակցության երկու անդամները և երկու հոգի էլ։ Հիմա տեսեք, շատ կասկածելի շրջապատ է, ես զարմանում եմ ինչ գործունի պարոն Արշակյան այդտեղ։ Բացատրեք խնդրեմ ինչ գործունի, շատ նման է, որ գնացել եք ինչ-որ մեկի քելեխին։ Քելեխին չէր, ուրեմն Վաղարշապատ համայնքի ընտրությունների շտաբն է, դա ես աջակցում եմ Հարություն Մկրտչյանին ու դա Հարություն Մկրտչյանի թիմակիցներն էին, քելեխ չէր։ Եթե քելեխ էր, ուրեմն այն մյուսների քելեխն էր։ Եվ ես ինձ համար պատիվ եմ համարում այդտեղ լինելը, ես հավանում եմ նրանց անուն ազգանուններով, ում մասին որ դուք խոսեցիք, ես նրանց հավանում եմ, նրանց գաղափարակից եմ, ասենք Ստյոպա Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Անահիտ Ադամյանը կամ Հարությունը Մկրտչյան, երիտասարդ քաղաքական գործիչ է, եւ հիմա ես բնակվում եմ Վաղարշապատում, ես գրանցված եմ Վաղարշապատում, Սուրբ Էջմիածնում։ Դուք էլ եք ընտրություն։ Ես ընտրությունների մասնակից եմ, որպես քաղաքացի, ինձ այնտեղ խնայում են, աշխատանքներին չեն մասնակից դարձնում, այնպես որ մի նեղվեք։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ալո։ Այո, սիրելի Նարաքելյան, ինձ խնդրում եմ մի րոպե ժամանակ տակ շատ կարճ, մի հատ նախաբան ունեմ, մի հատ էլ հարց ունեմ մեր սիրելի 2026 թվականի ազգային ժողովի փորձագետ պատգամավոր Ազատ Արշակյանին։ Okay, ուրեմն հարցս այսպեսին է, առաջինը, որ բոլոր ես փորձագետներին, ունեմ բոլոր հայկական աշխարհի հայկական ժամերը լսում եմ անդիմություն փորձագետի շանսոնը, եթե իմիջ ես բերում, բոլորը դեպի արևմուտք են ասում, մեր փրկությունը արևմուտքի մեջ է, արևմուտք ասելով մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ենք հասկանում, որովհետև Կովկասում ունենք 400 հարևաններ, որոնցից երկուսը, ասենք Իրանն ու Վրաստան, ասենք հարևաններն են, բայց ունենք Թշնամի կամ ոչ բարեկամներ Ադրբեջան ու Թուրքիան, եւ ունենք մի հատ էլ նախկին դաշնակից Ռուսաստանը, որ այդ ինձ ոչ մեկին ձեռքի տալի մեր Հայաստանի հզորացումը տնտեսական եւ ռազմական, ոչ մեկին։ Հիմա երկրորդ հարցը սիրելի Ազատյան, ուրեմն մեր բանակի մասին է, որ դարձրեցին 16 ամիս, 1.5 տարով, 6 ամիս կրճատում են։ Ես դրան համաձայն եմ, եթե դա իսկապես իրագործվի իր նպատակին, հիմա բացատրեմ շատ կարճ։ Ուրեմն մենք կորցրեցինք այդ 44 օրյա պատերազմում 4-ից 5,000 երիտասարդներ, որ հիմա մենք երիտասարդների պակասություն ունենք, կոպիտ ասեմ աղջիկներն չեն կարողանում ամուսնանալ, շատ կոպիտ եմ խոսում կներեք։ Հիմա մարդիկ զինկոմիսարիատներին, վայնկամատներին իրանց վերջի կոպեկն են տա, որ երեխան բանակ չգնա, կամ վերջի կոպեկը տները ծախում են, որ եսան արտասահման
որ բանակ չէ դա իհարկե Ռուսաստան եւ Ուկրաինա չեն կարող որտեղ այդան մահվան են ուղարկում հիմա հարցը դա եթե հետ ժողովուրդ եւ երիտասարդները մնան կարճ ասելով գնան ծառայեն եւ այդ փողերը որ 6 ամսվա բանակը որ կրճատում է ինչքան փող պետք է ծախսել էդի դնի իր ռազմական ծախսեր մեր բանակ ուժեղացնի եւ մեր երիտասարդությունը շատանա մեր հայրենիքը Պարզ է շնորհակալություն մեզ մի րոպե է մնում ես թույլ տամ պատասխանի Ես կարծում եմ որ դա խիստ մասնագիտական եւ հույժ գաղտնիքներ պարունակող հարց է մենք չենք կարող հրապարակային քննարկել ինչ է տեղի ունենում զինված ուժերում, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ 3 ամսով աղջիկներին նույնպես օրիորդներին պարտադիր զինվորական ծառայության հրավիրեն, դա ոչ միայն բանակը ուժեղացնելու, բանակի հոգեբանական վիճակը բարելավելու համար է, ճիշտ 3 ամիս կամ 6 ամիս աղջիկների ծառայությունը, այլ մենք պետք է իմանանք, որ ճիշտ եք ասում, շատ վտանգավոր տարածաշրջանում ենք ապրում եւ ճիշտ է, որ կանայք առնվազն քաղաքացիական պաշտպանության, այ Գրաժանսկա բարոնա, որ ունեինք մենք գտողի եւ դպրոցում էինք անցնում եւ բուհերում աղջիկները 6 ամիսը մենք բուժքույրեր էինք այո դպրոցը ավարտելուց հետո աղջիկները անցնեն զինվորական դա շատ լավ պայմաններում ես ասեմ որ այն հիմա ինչ որ կա այդ զորանոցային այդ դրա մասին չէ լավ պայմաններում աղջիկները նույնպես անցնեն ծառայության դա եւ մեր ժողովրդի համար լավ ընտանեկան հարաբերությունները կամրացնի կկարգավորի եւ հայրենիքի պաշտպանությունը կմեծանա Շնորհակալ եմ պարոն Արշակյան Շնորհակալություն հրավերի համար Շնորհակալություն Սիրելի հայրենակիցներ, բոլոր նրանց ով մասնակցեց իրենց հարցերով մեր հաղորդմանը եւ ով լսում էր մեր զրույցը, մեր հարցազրույցը, Գերագույն խորհրդի падգամավոր հասարակական գործիչ Ազատ Արշակյանի հետ զրույց վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։